ասի մեռնեմ քեզի արի էլ հիշ կրնի սինից կարոտել եմ քեզի արի բալես ասես չեմ ամ կամի չանի ասես մնաց 2-3 ամիս կամի չանի Վերջին արձակուրդից հրաժարվեց, միևնույն է 2 ամսից տուն էր վերադառնալու ու առաջին բանը, որ անելու էր մայրիկին ամուր գրկելն ու ծաղիկներ նվիրելներ լինելու։ Այս համապատկերով հիանալը, հայրենի գյուղի, հեռվից երևացող հարազատ մարդկանց ու հարազատ տների պատկերով։ Այստեղից նաև իրենց տնակն է երևում, որ մորը խոստացել էր տուն դարձնել, կտուրով, պատերով առանձնացված սենյակներով ու նորմալ հատակով։ Ասում էր մամա կա, հետ չմտածես, դու չնեղվես մամ ջան, ես քանի տարի է շատ ես տանջվել, ես կգամ չեմ թողի, որ դու աշխատես, քեզի թագում պես կպան։ Դու նսարքեմ մամ ջան, ես չնեղվես։ Քյարամի խոստումն օդում չմնաց, հիմա նրա փոխարեն հերոսի մորը տված խոստումը նրա հայ հայրենակիցներն են համախմբված կատարում։ Ափսոս, որ տան կառուցումը ինքը Քյարամը չի տեսնում, որքան կուրախանար, ասում են հարազատներն ու մտերիմները, դա նրա երկար տարիների երազանքն էր։ Երևի ինչ որտեղ ինքն իրեն զոհում էր նաև ընտանիքին, ուներ իր մեջ երևի այդ զոհողությունը, որովհետև կարող էր իր ընկերների հետ գալ դպրոց, թեկուզ չսովորել էր լավ, իր ընկերների հետ խաղալ, ժամանակ անցկացներ, բայց նա ուզում էր անպայման ծնողներին օգնել, ուզում էր հորն օգնել, որ ոտքի կանգնեին, սիրում էր փոքրերին պաշտպանել, հատկապես եզդի փոքրիկները, եթե դիմում էին իրեն, ինքը անվախ էր, չէր վախենում, ոչ մի բանից չէր վախենում։ Հարազատ դպրոցում Քյարամին բնութագրելիս բարության, խիզախության, ազնվության հետ մեկտեղ չեն մոռանում նաև ըմբոստ բնավորությունը շեշտել։ Շատ տպավորվել է, որ ես ցավ եմ զգում դրա համար, այստեղ իրենց դասասենյակը սա էր, հերթապահությունը սահմանված էր դասղեկի կողմից, ինքը պետք է հերթապահ լիներ աղջիկների հետ միասին, աղջիկները քիչ էին, ես ստիպեցի, որ ինքը ձեռքը մտցնի ջրի մեջ, լվանա շորը ու մաքրի հատակը, ինքը շուռ եկավ, ասաց ես դա չեմ անի, ինչու, ասաց ես աղջիկ չեմ, որ լվանամ հատակը, բայց ասա ինչու է քեզ թվում, որ միայն աղջիկները պետք է լվանան հատակը, վաղ մյուս օր զինվոր ես դառնալու, ինչ պիտի անես, զինվոր լինեմ, կամանձիրիս հրամանը պետք է կատարեմ, իսկ դուք իմ կամանձիրը չեք, դուք իմ ուսուցիչն եք։ Փաստորեն իր ձևակերպմամբ կամանդիրի հրամանին նույնիսկ չենթարկվեց ըմբոստ տղան, բռնելով անմահության ուղին։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ հարձակումն առաջինը դիմագրավողներից են եղել առաջնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված խրամատների զինվորականները։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի անձնակազմին 2 անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն չցանկանալով շատ զոհեր տալ, Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է ետ քաշվել։ Քյարամ Սլոյանը միակն է եղել, որ չի ենթարկվել կապիտանի հրամանին, հրամանատարի կողքին մինչև վերջ կռվելով ու հերոսաբար նահատակվելով։ Դառն են հիշողությունները, ցավալի, դժվար հիմա անգամ բառեր գտնել, բայց այնուամենայնիվ այն, որ նա հերոս է, այն, որ նա այդպիսի սխրանք է գործել, դա հպարտությամբ է լցնում մեր հոգին։ Քյարամը խելացի, խելոք, լռակյաց, շատ չարտահայտվող, այն որ գյուղական լեզվով ասում են սուսիկ-փուսիկ տղա էր։ Եվ այն, որ այդ սուսիկ-փուսիկ տղան նման հերոսական քայլի կգնար, իրենց գյուղում ոչ ոքի չի զարմացնում։ Հոր կենսագրությունն ու դաստիարակությունը մեծ դեր են խաղացել։ Հայրը 92-ից ազատագրական այդ Արցախի գոյամարտին մասնակցել է եւ մասնակցել է այսպես առյուծին նման։ Շատերն, յուղից շատերը կային, եռամսյա հավաքներ, կամավորներ, երկրապահներ, եւ բոլորի մասին լուրերը գալիս էին, բայց այլ էր լուրը Քյալաշի մասին, ասում էին նա իսկական հերոս է, կռվում է ինչպես զինվոր, իսկական զինվոր։ Եվ երևի հայրական այդ գիծն էլ անցել էր տղային։
Խոշտանգված մարմինը մեկ անգամ հողին հանձնելուց հետո Սլոյանի ընտանիքը երկրորդ անգամ է նույն ցավի ու կորստի զգացումն ապրել, երբ գերիների փոխանակման ժամանակ հայկական կողմին էին վերադարձրել նաև Քյարամի գլուխը։ Վերահուղարկավորություն է կատարվել։ Ասում են հերոսություն արե, հերոս եղե, ինքը հենց փոքրուց էլ տենց է եղել։ Անենց էր, որ ինքը միշտ իր ասացի տերն էր, անկախ նրանից իրանով կասի, ինչ կասի, ունենց էլ էր, որ մարդկանց անտեղի չէր վիրավորի։ Մի խոսքով շատ բարի սիրտ ուներ։ Ու միշտ էլ տենց ինքը քաջ է եղել, այնպես չէր, որ ասենք գնաց ծառայության, ինչ-որ բան փոխվավ, չէ։ Իր տնկած ծառերի բողբոջներն այս տարի Քյարամը չտեսավ։ Մայրն ասում է ծաղիկներ շատ էր սիրում։ Վերակառուցվող տանը խնամքով պահում են նրա սիրելի ծաղիկը։ Էսի դպրոցից է բերե ինքը։ Պաստանի այս ծաղիկը շատ էր սիրում, էսի դպրոցից բերե, տենց էլ մնացել։ Առաջին, երկրորդ դասարանի երեխա է։ Ասում են անհամբեր սպասում էր, թե երբ է բանակ գնալուց առաջ էլ եկել ուսուցիչներին հրաժեշտ էր տվել։ Ափսոս որ գնաց ու չեկավ։ Ինչպես դպրոցական մրցումներում է միշտ ձգտել իր թիմին անպայման հաղթանակ բերել, այնպես էլ բանակում թույլ չտվեց, որ իրեն հաղթեն։ Քյարամը հաղթեց չնահանջելով ու իր կռիվը մինչև վերջ հասցնելով։ Քյարամի զոհվելուց հետո մեր դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները դիմում էին գրել, խնդրելով իրենց դասարանը թույլ տալ իրենց դասարանը անվանակոչելու Քյարամի անունով։ Ոչ թե դասասենյակը, այլ դպրոցի ռազմագիտության կաբինետը շուտով կանվանակոչվի Քյարամ Սլոյանի անունով։ Դպրոցի համար հպարտություն է ունենալ հերոս շրջանավարտ, գուցեև սփոփանք հարազատների համար, բայց մոր սփոփանքը հիմա որդուց մնացած իրերն են։ Էլի սփոփանք ունի։ Ընկերներից մեկը շուտով զորացրվելու է, խոստացել է Քյարամի զորանոցում թողած մյուս իրերն էլ հետ բերել։ Ուսուցիչներից մեկն ասում է Քյարամը մի անպատասխան հարց ուներ. Կարող է եզդի տղան հայ աղջկա հետ ամուսնանալ։ Հավանաբար մտքի մի անկյունում թաքուն հույսեր է փայփայել։ Ախր են անին շատ լավն է, թաքուն ասել էր ուսուցչուհուն։ Անին է Քյարամի դասընկերուհին։ Նրան Երևանում գտանք։ Քյարամի ընտանիքի համար դրամահավաք կազմակերպած ակտիվ երիտասարդների խմբում էր, բայց ոչ մի բառ ասել չցանկացավ։ Ու իսկապես խոսքերն ավելորդ էին։ Անի լռության մեջ այնքան ցավ ու այնքան խոսքեր կային Քյարամի մասին։ Ռուզաննա Վարդերեսյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին ալիք։